Գրիգորյանի հայտարարությունից հետո վարչապետի խոսնակ ասաց, որ դուք շտապել եք, դուք Ռուբեն Մխիթարյանը եւ այդպիսով իրեն նաեւ անհարմար վիճակում եք դրել, դուք այս մասով ինչ կարող եք ասել, ինչու դեռ լույսը չբացված հայտարարեցիք Վարդան Ղուկասյանին աջակցելու մասին։ Նայեք, շատ համարն եք։ ասեք Կին լրագրողին չտվեցիք այդ առավելությունը։ Եթե կարող եք հարցին բովանդակային պատասխանել։ Ասեմ, ես նոր պատասխանել եմ, դուք ներկա չէիք։ Մարդուն Գրիգորյանի հայտարարությունը դա իմ հանդեպ ոչ մի վատ բան չէր նշանակում։ Շտապողականություն չենք ունեցել, բացարձակ, որովհետև խոսքի տեր կանգնելը 1 ժամ առաջ թե 10 օր հետո կապ չունի։ Եվ մեր նպատակը եղել է քաղաքացիական պայմանագրին իշխանաձգելը։ Եվ առաջի օրվանից հայտարարել ենք, որ ընդդիմադիր յուրաքանչյուր կուսակցության կամ դաշինքի առավելագույն ձայներ ստացածի օգտին քվեարկելը մեր համար պատվի հարց է, որովհետեւ չթողենք քաղաքացիական պայմանագիրը ցույց տա, որ ինքը առավելություններ ունի նաև Գյումրի քաղաքում։ Հիմա ինչ պատասխանատվություն եք ԱՔՊ-ին Բեսպրիձելը ես չեմ հասկանում ձեր ասածը։ Դուք չեք հիշում Վարդան Ղուկասյանի իշխանության տարիները, Գյումրիում չեք ապրել։ Տեսեք, երբ որ դուք խոսում եք այդ բեսպրիձելից, պետք է ամեն ինչից խոսենք, վիժեցնենք համախմբում ընդդիմադիր դաշտի եւ քաղաքացիական պայմանագիրը ծափ տալով դեմքի հրճվանքով ցույց տա, որ այդքան երկրին վնաս հասցնելուց հետո ինքը նորից ունի լեգիտիմություն։ Որբիսի դրան չհասնենք, չպետք է ավելորդ բարեր բարակապակցությունով օգտագործենք եւ փորձենք համախմբան միջոցով չթողել ոչ բեսպրիձել քաղաքում, ոչ չարաշահումներ, մենակ լծվենք քաղաքի զարգացման ծրագրերով։ Վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը գրառում էր արել, որ Գյումրեցու եւ Գյումրիի համար ամբողջ պատասխանատվությունը հիմա դուք եք կրում ու հանկարծ Գյումրեցու գլխից մի մաս չպակասի, կիսում եք այդ պատասխանատվությունը, թե չէ, ու ինչ չափով եք արդեն պատասխանատու լինելու որոշումների համար։ Որևիցե մեկի ասածով չէ, որ մենք կիսելու ենք պատասխանատվություն կամ ոչ։ Ես նորից ասեմ, հայտարարություն եմ արել, մամլոասուլիս եմ հրավիրել եւ ասել եմ, որ մենք պատասխանատու ենք բացառապես մեր քայլերի համար, բայց Գյումրեցու տված քվեին տեր կանգնելով նաեւ պատասխանատվություն պետք է ստանձնի յուրաքանչյուր ուժ, կապ չունի անցած թե չանցած, կապ չունի ինքը արվեստագետ է, ինքը գործարար է, պետք է պատասխանատվություն կրի քաղաքի յուրաքանչյուր անկյունի համար։ Եթե այդպեսի մոդեցումով մենք չմոտենանք հարցին, ուրեմն մեր Գյումրին ոչ կառուցվի, ոչ կունենանք զարգացած Գյումրի, ոչ էլ կունենանք լավ հարաբերություններ։ Շնորհակալություն բոլորիցս։ Ասացիք, որ Ժորժ Անիվարյան նպատակներ ԿՊ-ն, որպեսզի Գյումրին ԿՊ-ական քաղաքապետ չունենա, բայց խնդրում եմ դեմքով դեպի տեսախցիկները, որ կարողանա ֆիքսել։ Ընդդիմադիր դաշտում էլ ասում են, եթե օրինակ այդ հաղթանակը չպիտի տեղափոխվի համապետական բնույթ, ինչ տարբերություն հիմա օրինակ Սարիկ Մինասյանն էր, թե Վարդան Ղուկասյանը, ավելի լավ կառավարեր Սարիկ Մինասյանը։ Ո՞վ է ասում։ Ընդդիմադիր դաշտում գտնվող խոսակցություններն եմ ես ձեզ ասում։ Ասում են, եթե պիտի փողոց դուրս չգան։ Ենթադրություն ենք անում, Սարիկ Մինասյանն ավելի լավ է կառավարելու, քան մյուսը, հա։ Չէ, ասում են, եթե դուք ասում եք Գյումրին ԿՊ-ական քաղաքապետ չունենա, լավ, չունեցավ։ Չեմ ուզում տրվել բամբասանները, բայց ժամանակ չկա էլ, արդեն ստորագրենք։ Թողեք ներս մտնի, հա։ Ներսը սպասում են, թողեք ներս մտնի։ Չեմ կարողանում այսինքն դուք պատասխանատու եք միայն ձեր քայլի համար, որ քվեարկում եք նաև Գյումրիի համար, բայց չեք նաև Գյումրիի համար դուք կարող եք պատասխան տալ իմ փոխարեն, բայց դուք կարող եք պատասխան տալ երկրի համար։ Եթե ես ձեր մասով, ձեր չափով երաշխավորեմ, բնականաբար երաշխավորելու ինչ է, երաշխավորելու հիմա ո՞րն որ է։ քվեարկում եք երաշխավորում։ Տեսեք, նորից եմ ասում, եթե մտանք այդ դաշտ, համախմբումը վիժեցնելու ենք, քաղաքացիական պայմանագիրը վերընտրվելու է եւ իմ եւ ձեր նման մարդկանց, հայրենասեր մարդկանց վրա ծիծաղելու է։ Թույլ տանք թե թույլ չտանք։ Հարց ուղղում եմ ձեզ, թույլ տանք թե թույլ չտանք։ Ես պատասխանեցի ձեզ արդեն։